Որտեղից եք գալիս։ Գյումրից։ Ամեն տարի գալիս եք։ Այո։ Երբ որ Հայաստանում եմ հինում, այո, պարտադիր։ Դրսում եք, հա։ Ու պատահում է դրսում եմ լինում։ Բայց հիմնականում Հայաստանում եմ, հիմնականում գալիս եմ։ Ծնողները որտեղ։ Իմ հորս կողմից Սասունից են, մորս կողմից Մուշից։ Դե եկել են հանգրվանել են Գյումրի քաղաքում եւ ապրում են։ Չէ որս։ Ինչ եք կարծում Թուրքիայի հետ երբևէ հնարավոր է խաղաղ ապրել։ Ուրեմն գիտեք ինչ, երբ թուրքը խոսում է խաղաղությունից, դա նշանակում որ տանածն է սրում։ Դա այդպես եղավ 1907 թվականին, երբ երի թուրքեր եկան իշխանության, այն ժամանակին էին խոսում խաղաղություն, բարեկամություն, ազգերի հավասարություն, եւ տեսակ ինչ եղավ, այ եղավ այն ինչ որ եղավ։ Հիմա գիտեք ինչ, խաղաղություն պարտադրում են։ Եթե ուժեղ ես քեզ հետ խաղաղ կապրեն, կվախենան, դրա համար է։ Իսկ մնացած լոկ բառեր են, խաղաղ հաճելի բառեր են լսում, ագաջա հաջո, ով էլ որ մղում է այդ ագաջա հաջո խաբեության, նա տանում է այսօրին։ Թուրք երբ ասած խաղաղություն, նա պատրաստվում է մորթելու։ Ու վերջ, էս է։ Էս սրանք է մեր հարևանները, մենք պարտավոր ենք ուժեղ լինել։ Ամեն օր մեր կացինը սրած տանը պահել, ամեն օր զինվել, ամեն օր միայն ուժն է ծնում իրավունք, վերջ, ուրիշ իրավունք չկա ապրելու, դերևս որոշված չէ աշխարհում, տեսնում եք ինչ է կատարվում, պատերազմներ Սիրիայում եւ մնացած տեղերում Ուկրաինայում, մենք պարտավոր ենք ուժեղ լինել, որ չկրկնվի, այս ամեն ինչ ինչ որ եղավ, ուղղակի ցավոք մենք դասեր չենք քաղում պատմությունից, ցանկ տարվում ենք այդ ագաջահաջող խաղաղություն բառին եւ գնում ենք մորթվելու։ Իսկ այդպես չի կարելի։ Խաղաղության պայմանագիրը։ Այդ խաղաղության պայմանագիրը թղթի կդորը, ուղղակի գիտեք ինչ, ինքնախապեյության թուղթ է, ուրիշ ոչինչ, ես նորից եմ գնում, փաստաթուղթը լինում է այն ժամանակ, երբ դու ուժեղ ես եւ այդ խաղաղություն կլինի, երբ դու ուժեղ ես։ Նույնիսկ այդ ժամանակ փաստաթուղթը հարկավոր չի, երբ դու ուժեղ ես, դա ուրեմն խաղաղ ես։ Երբ թույլ ես, այդ ուրիշ բան, բայց մենք թույլ չենք, մեզ ավելի շատ թույլ են, այսպես ասած, տարածում, որ թույլ ենք, ընկճվածություն են տարածում, ժողովրդի մեջ, քանց թե կանք, մենք ուժեղ ենք, մենք կարող ենք դիմադրել, կարող ենք պահել մեզ, ուղղակի ընկճվածություն տարածելը, դա չգիտեմ ումից է գալիս, որտեղից է գալիս, ում բերանով է տարածվում, ով են դրանք, ում գործակալ են, ինչ են, չգիտեմ ինչ են։ Այդ ցեղասպանությունն են կարծես կասկածի տակ դնում։ Դա ով կարող է կասկածի տալ, միայն նա, ով, այսինքն թուրքն է, չէ, կասկածի տակ դնում, թուրքերը, մեր թշնամիներն են կասկածի տակ դնում, դե այդ նույն խոսափողը, նույն ձևով խոսելը, դա նշանակում է թուրքի խոսքը տարածելն է, թուրքի ասածը հիմնավորելը իրենց, դե հայ չի կարող լինել, չի կարող լինել մի հայ, ով կասկածի տակ է դնում, օրինակ իմ պապերը, ես այստեղ ինչ գործ ունեմ, ես պետք է Սասունում ապրեի կամ Մուշում, եթե այստեղ եմ հայտնվել, ուրեմն ցեղասպանվել եմ, էլ ինչ կասկածելի բան կա, գնանք Թալինի շրջանը, օրինակ այս գյուղերը, բոլոր գյուղերը, կողքի գյուղերը, մեկը Մուշից են գաղթել, մեկը Սասունից, մեկը Արևմտյան Հայաստան, եթե չլիներ ցեղասպանություն, ինչ գործ ունեին այստեղ, մեկը կապրեր Պիտլիսում հիմա, մեկը կապրեր Սարիղամիշում եւ այլն եւ այլն։ Այդ ով կարող է, բան թուրքը կարող է, կամ էլ թուրքի գեներով հայ կոչվածը, կամ էլ գործակալները, հայկական ազգանունով ծտված գործակալների է վերջ։ Այս է ամեն ինչը։